եւ այն պրոֆեսիոնալներին, որոնք դրանով զբաղվում են։ Հանրային երկրորդ հեռուստաընկերություն։ Պարոն Մամիջանյան, քիչ առաջ Արման Եղոյանը խոսում էր խաղաղության մասին եւ ասաց, որ Հայաստանը արդեն խաղաղության կղզյակ է, բայց Իլհամ Ալիևը երեք անվտանգության խորհրդի նիստում բառացի ասել է, որ հայերի գլուխը ջարդել են երկաթե բռունցքով, արդյոք սա համապատասխան խոսույթ է հա խաղաղության գնացող պետության հետ կապված եւ մի փոքրիկ դիտարկում էլ Վահան Բաբայանը ռեֆորմիստների կուսակցության հայտարարել է ընտրությունների մասնակցության մասին եւ կարծես թե վարչապետի տեխնացու են առաջադրել Վաղարշակ Հարությունյանին, արդյոք ՀՀԿ-ն համագործակցում է կամ ինչ որ բաներ ունի հա այս կուսակցության հետ, այս ուժի հետ եզրեր համագործակցության։ Շնորհակալ եմ։ Սկսենք երկրորդ հարցից իրավի։ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը շատ շնորհակալ է այս տարիների ընթացքում այն քաղաքական ուժերին եւ անհատ դերակատարներին, որոնք այս կամ այն պայքարի փուլում մեզ հետ նույն խրամատում էին, մեր կողքին էին, կիսում էին մեր գաղափարները, իրենց մենք շատ շնորհակալ ենք այս ամբողջ գործընթացի համար։ Բայց ձեր նշած քաղաքական ուժը եւ ձեր նշած քաղաքական գործիչը առանձին քաղաքական միավորներ են եւ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը Վահան Բաբայանի ռեֆորմիստների կուսակցության տվյալ որոշման հետ որևէ առնչություն, որևէ դերակատարում, որևէ մասնակցություն չի ունեցել։ Ուստի այդ իրողության հետ մեզ կապել կամ մեզ հարցեր տալ հնարավոր չի։ Եղոյանի նշածի հետ կապված ախր ինչ ասեմ։ Անկեղծ ասեք պատասխանեմ։ Հարցը հնչում էր հետևյալը. Եղոյանը ասում է, որ ինքը Հայաստանը կղզյակ է խաղաղության, երեք Ադրբեջանի նախագահը ասել է, որ երկաթե բռունցքով եւ այլն Հայաստանին։ Դրանից մի քանի օր առաջ գրավյալ հայկական տարածքներում ինքը մեզ անվանում էր թշնամի, հոխորտում էր եւ այլն։ Դրան գումարում ենք, որ մեր երկրի առնվազն 200 քառակուսի կիլոմետր սուվերեն տարածքից ավել դրանից գրավված է ադրբեջանցիների, ադրբեջանական զինված ուժերի կողմից, դրան գումարում ենք, որ մենք ունենք առնվազն 19 գերի Բաքվում, դրան գումարում ենք, որ մենք ունենք անհետ կորած անձինք, ու հիմա դուք ինձ պատասխանեք, դա խաղաղություն է, թե չէ։ Ես այդպիսի խաղաղություն չգիտեմ ճիշտն ասած։ Երևի իմ եւ ՔՊ-ի հայոց լեզվի բացատրական բառարանները իրարից տարբերվում են։ Ինչ պատասխանեմ դրան։ Ազատություն։